Պարոն Ղազարյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ անդրադառնալով հայոց ցեղասպանությանը, արցախցիների վերադարձի հարցին ցեղասպանության հետ կապված մեր պահանջատիրությանը վտանգավոր հայտարարություններ արեց, ասելով, թե խաղաղությունը նաև մարդկանց սոցիալ-հոգեբանական պատրաստվածության մասին է, մարդկանց պետք է սոցիալապես եւ հոգեբանորեն պատրաստենք եւ չխաթարենք նրանց խաղաղությունն ու անդորը, թույլ տանք, որ այս երկրում ապրեն եւ չմտածեն Արցախ, Արևմտյան Հայաստան վերադառնալու մասին, մեղադրեց, որ այդ խոսույթով մենք պանդուխտի հոգեբանություն ենք զարգացնում մեր հասարակության, մեր ժողովրդի մեջ եւ նաեւ հայտարարեց ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով ստանում ենք վերադարձի մասին խոսույթ եւ այդ ամենը մեկ բանի մասին է Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով։ Ավելի վաղ իր ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրենց կառավարությունը չի պատրաստվում արդարության, խոսքը ցեղասպանության մասին է, արդարության վերականգնման օրակարգ քննարկել եւ իրենք երբեւե այդ արդարության վերականգնման հետևից չեն գնալու։ Ինչ վտանգներ եք տեսնում այս հայտարարության մեջ եւ արդեն տեսնում եք քայլեր ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյան ընդամենը հանրային ծառայող է, հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող։ Իսկ յուրաքանչյուր հանրային ծառայող պարտավոր է ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Եթե որևէ մեկը չի ցանկանում ենթարկվի մեր երկրի սահմանադրությանը եւ օրենքներին, ապա կարող է գնալ այլ երկրներ եւ ծառայի այլ պետությունների, այլ ժողովուրդների։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի պարագայում Թուրքիային։ Եթե նա ուզում է, որպեսզի Հայաստանի վարչապետի պաշտոնում ծառայություններ մատուցի Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների նրանց ժողովրդին, մենք դա չենք կարող թույլ տալ։ Նա այդ ծառայությունները կարող է մատուցել, եթե լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի հանրային ծառայող։ Եթե իհարկե այնտեղ իրան աշխատանքի ընդունա, չեմ կարծում իհարկե, որ այնտեղ որևէ մեկը իրան այդ գիտելիքների, այդ փորձառության տեր մարդուն այնտեղ որևէ մեկը աշխատանքի կվերցնի։ Ինքը պարտավոր է ենթարկվի մեր օրենքներին։ Ինքը չնայած որ ասում է, որ հարյուրավոր անգամներ, 100-ից ավել անգամներ մահացել եւ հարություն առել, ինքը դրանով աստվածային ուժ եւ կարողություններ ձեռք չի բերել եւ ոչ էլ հեղինակություն։ Դա ընդամենը ընդգծել է դատապաշտական ծառայությունների թերացումը, որ դիակը ժամանակին չեն հերձել ու թողել են այդ process-ը տեղի ունեցել։ Ընդամենը դա։ Ինքը աստվածային հեղինակություն ձեռք չի բերել։ Թե ինչ խնդիրներ ունի Հայաստանը որպես պետություն, մեր անկախության հռչակագիրը հստակ ձևակերպել է։ Մասնավորապես անկախության հռչակագրի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետևողական պայքար է տանելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, ընդ որում ընդգծելով, թե դա որ ցեղասպանության մասին է։ Խոսքը 1915 թվականին Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում Եվ եթե հիմա ինքը այդ պետության պաշտոնյա է, հանրային ծառայող է, սա հռչակագրի 12-րդ կետն էլ ասում է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պարտավոր է ենթարկվի հռչակագրի դրույթներին։ Հիմա ինքը հերիք չի ենթարկվում, հետ էլ ուզում է այդ հռչակագիրը չեղարկի, ընդամենը հանրային ծառայող, վարչապետը ինչ է։ Այսօր ազգային ժողովը կարա իմպիչմենտ անի, վաղել ինքը վարչապետ չլինի։ Ուտես կարա մի գումարման ընթացքում լինի, ասենք 5 անգամ։ Մենք այդ ինչ դեր ենք իրան տվել, ինքը իրան ինչ դերա վերագրե, փիլիսոփայական մտքեր ասում, ծառայող ես, վերենգի պարտականություններդ կատարի, չես կարում կատարես, ռադելի գնա, ով ասում, որ դու ես ժողովրդին պիտի անդադ պատերազմների մեջ ներքաշես, ցեղասպանությունների թիրախ դարձես, ինչը որ արել է, իր պաշտոնավարման շրջանում Արցախում ապրող 150,000 մարդ ենթարկվել է ցեղասպանության եւ բռնի տեղահանության, այդ մարդիկ ինչի են լքե իրանց հազարամյա բնակավայրերը, իրենց ապրելու վայրը, միայն հայ լինելու համար։ Ու հիմա ինքը նստած, ասենք, դերասանություններ անում, հեռախոս դերական, ինչա շատ անհաջող դերասան է, ասենք, իրանց թիմից թերևս մենակ Հայկոնն է, որ մինչև հիմա արժեք, քիչ թե շատ գոնե ինքը շատ անհաջող։ Հեռախոս դերական ջին, այս իրոք հոգում կտամ, այսինը Արդեն ես օրինակ այսօրվա այդ իր կապիկությունից հասկացա, թե Արցախի նախագահներին ոնց է տվել։ Խոսքը երևի հենց այդ 3 հոգու մասին է, չէ՞, ինքը Արցախի 3 նախագահի հանձնել է Ալիևին։
Ես տպավորություն էի, որ ինքը Ալիևի հետ է խոսում։ Երևի նա հայերեն սովորել է մի քանի բառ, որովհետև ախպեր ջան, ընկեր ջան, բանտեցին կելուն պիտի ասի ախպեր։ Ես կարծում որ Ալիևն է, այնտեղ նոր ասում է, չէ՞, 3-ին տվել եմ, այն 3-ին 3 հոգու 3 նախագահի տվել է 10 գերիների, դե 18 գերիների թիվն է, չէ՞ ոնց որ։ Ես տպավորություն ունեցա, որ դա Ալիևի հետ իր խոսակցություններից մեկն են գախնազերծե։ Բայց մենակ այդ 3-ին չի տվել, բա 150,000-ին էլ, այսինքն ինքը դարձը մեր ժողովրդից փաթեթավորում է ամբողջ մի էթնիկ բնակչության իր հայրենիքում ապրող 150,000 մարդու տեղահանության է ենթարկում, դա էլ ասում է, դե գիտեք ինչ, այդ արել եմ, հանկարծ չմտածեք, որ ես սխալ եմ արել, այդ մարդիկ պետքա վերադարձի իրավունք ունենան, նրանց իրավունքները խախտվել է, որտեղ ինքը դա կազմակերպված արել, ինքը թշնամություն է արել։ Եվ հիմա կանգնել լսել թե նա ինչեր է երկնում ցեղասպանության դրա չես ուզում ես երկրի մեր երկիրը ասում է ստեղծվել է դրա համար չես ուզում այդ երկրին ծառայես ռադդ քաշի գնայի մյուս երկրին ծառայ բայց դու չես կարող մնաս դե վարչապետ ու այդ երկրին ծառայես որովհետև զուգահեռ էր չէ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոսում է 18 թվականի ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության մասին չգիտեմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տա զուգահեռ էսի կազմակերպված սինխրոն գործունեություն է Բայց չէ որ ինքը ասում է, եթե մենք չխոսենք ցեղասպանությունների վերադարձի մասին, Թուրքիան եւ Ադրբեջանը եւս չեն խոսի, բայց մենք երեք ականատես եղանք, Կազմակերպված է Թուրքիան ասում են աշխատանքի բաժանում է, ասում են այն աղջիկը, իմիջիալը ծաղագին էլ նման է մեր մարդու իրավունքների պաշտպանին Ադրբեջանի, երեք չգիտեմ, ես կենսագրություններին ծանոթ չեմ, քուրեն կամ Սաբինա Ալիևան ազգանուն շատ նման է, այսինքն չեմ կարող ասեմ ազգակցական, արյունակցական կապ կա թե չէ, բայց ասենք ֆիզիկական նմանությունը շատ ես ամենայն դեպս նմանացնում, կարող է իմ աչքին ատենցել եմ, բայց նմանացնում Ասում են աղջիկ ջան, դու ես կասես, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ես կասի, Փաշինյան դու էլ էդ կասես Որտեղ նույն ժամանակաշրջանում ընթացող process-ներ են, որում ինչի հետ է դա կապված։ Անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու, չէ՞, որտեղ եթե անկախության հռչակագիրից հրաժարվում է, նշանակում է պետությունը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որում որ մենք ապրում ենք, վերանում է։ Եթե դա վերանում է, ավտոմատ մեզ ուզում են տեղափոխեն 10-ից 20 թիվ, որը իրավահաջորդն է Ադրբեջանը, որպեսզի բերեն դեմ տան Ալեքսանդրապոլի պայմանագիր, որտեղ ընդ Հայաստան գոյություն չունի փաստացի։ Այսինքն սա մեր պետությունը համակարգված ձևով վերացնելու մեր ժողովրդին նաև այս հատվածից ցեղասպանության ենթարկելու բռնի տեղահանելու կազմակերպված ծրագիրը եւ ինքը դրա մասն է կազմում Դե չէ ինչ խաղաղություն ես ուզում ռադդ քաշի գնա կլինի խաղաղություն մինչեւ քո իշխանության գալը խաղաղություն էր քո իշխանության ամբողջ ժամանակաշրջանում եղել են պատերազմներ 3 մեծ պատերազմ Եվ պատերազմական բնույթի մի շարք մարտական գործում մենք ասենք չգիտեմ ինչի Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումը 21 թվին պատերազմ չենք համարում բայց այնտեղ մենք 6 զոհ ենք ունեցել տարածքային կորուստներ մարտական գործում 21 թվին Գեղարքունիքում իշխանասարում մարտեր են ծավալվել մեր բանակը տանկ է խոցել այսինքն տանկային հարձակում է չէ եղել որ տանկ են խոցել բա պատերազմ չի որ տանկային հարձակումը դա բան է վայենի туриզմա Պատերազմա, այդ սա եղել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ու այդ ռիսկերը կան, քանի ինքը Հայաստանի վարչապետն է։ Նրանք ովքեր ուզում են խաղաղություն, պետքա փոխեն այս իրավիճակը։ Որովհետև նրա մնալը երաշխավորված պատերազմի վտանգ է պարունակում։ Սա ոչ թե ենթադրություն է, սա փաստ է։ Մենք կարանք որևէ մեկին այդ թվում իմ խոսքին չհավատանք։ Բայց մենք չենք կարող մեր տեսածին չհավատանք։ Եղել է, չէ՞։ Խո սուտ չի։ Հիմա ասենք թե ջերմուկի ռմբակոծություն եղել է թե չի եղել։ Եղել է, չէ։ Դա խոսուտ չի։ Հիմա կարանք լավ չխոսանք դրա մասին։ Անցավ, չի անցել։ Չի անցել։ Դի թիրախումը կանգնում է Ալիևն ասում է Երևանը հին պատմական ադրբեջանական քաղաք է։ Էս է Երևանը։ Էսի հին պատմական ադրբեջանական քաղաքը ըստ Ալիևի, որտեղ իրանք պիտի վերադառնան պարտադիր չի տանկերով, այլ ավտոներով։ Ու մեկ էլ հայտնվում է մի հատ Արեգ Քոչինյան, որը ավտոներով ներմուծում է երկու խմբականակ բերել է արդեն ադրբեջանցիների։
Դրա անվան տակ, ասենք, ինչի՞ է, բայց թե Վայեն եւ Ալիևը ասած ձևով, չէ՞, ասում են պետք չի որ մենք զինվորական համազգեստով տանկերով գանք, չնայած դա չի բացառում, բայց ասում են եթե հնարավորություն կա ավտոյով գնալ ավելի էժան, ինչի տանկով գնանք, մեկը նույն մարդիկ պիտի գան, նույն նպատակով պիտի գան։ Հիմա մեր խնդիրն է այս ամեն ինչը խափանելն է, այսինքն իրան հեռացնել նշանակում է երաշխիքներ ունենալ հարատև, ուժեղ, խաղաղ գոյակցության եւ զարգացման։ Ունենալ իրան նշանակում է պատերազմ, ավերածություն, կոտորածներ, ցեղասպանություն, տեղահանություն, հետո դրա արդարացում։ Արել է հիմա էլ փորձում է արդարացնի։ Հիմա խաղաղության բանա դրե իրա որ մի անգամ է մեր ժողովրդին խաղաղություն խոստացել, բանը պատերազմ խոստացել։ 18 թվին որ իշխանության էր գալի պատերազմ էր խոստանում, բայց պատերազմ եղավ, չէ։ 21 թվին որ քարոզարշավ էր անում, պատերազմ էր խոստանում։ Խաղաղություն էր, չէ խոստան, բայց ինչ եղավ։ Պատերազմներ եղավ։ 20 թվին որ այոյի քարոզարշավ էր անում։ Էս չէր իրա քարոզչական բուկլետը։ Այս քարտեզը չէր բաժանում, բայց հիմա ինչ քարտեզա բաժանում։ Այս հատուկ է մոտս պահում։ Բայց այս մասը հիմա է հանած։ Մի հատ էլ ընտրությունն էլի այս մասն է կանվի, մի հատ էլ էս է կանվի, մի հատ էլ ընտրություն չի լինի, որտեղ քանի ինքն է, այս վտանգը կա։ Այս իրա բաժանածն է, այս իմը չի։ Պարոն Ղազարյան, տեսեք, մինչև Փաշինյանը այսպեսի մի խնդիր էլ կա, հա, 40-ից ավել երկիր ընդունել են հայոց ցեղասպանությունը, 3 թե 4 պետություն, որոնցից երկուսը, կարծեմ, որոնցից մեկն է Շվեյցարիան է, հայոց ցեղասպանության հերքումը քրեականացրել են, իսկ Ֆրանսիան ընդհանրապես ցեղասպանությունների հերքումն է քրեականացրել, բնականաբար նաև հայոց ցեղասպանությունը։ Եվ Փաշինյանը փաստորեն ձեռնոց է նետում այդ պետություններին, ասելով, որ դուք զրպարտում եք Թուրքիային, ես հաստատում եմ, որ այդպիսի բան չի եղել։ Մյուս կողմից, ինչպես դուք նշեցիք, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ՄԱԿ անդամ պետությունների եւ միջազգային կառույցներին, պարտադրելով, որ իբրև թե 1918 թվականին Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում, այդ թվում Երևանում ադրբեջանցիներին հայերը կոտորել են եւ դա պետք է ճանաչվել որպես հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանություն։ Նորից հետ էինք խոսում, այսինքն դա զուգահեռ process է, նա իրավունք չունի այդ ամեն ինչը ասելու, նորից եմ ասում։ Հայաստանում ով գալիս է իշխանության, պարտավոր է հետևողական ջանքեր գործադրի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ։ Ես եղել եմ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան։ Ես պարտավոր էի իրականացնել քայլեր, որպեսզի Լեհաստանում հասարակական շրջանակներում ճանաչեն, իրազեկված լինեն հայոց ցեղասպանության մասին եւ հնարավոր բոլոր ձևերով դա չնայած Լեհաստանը այն պետություններից է, որը խորհրդանի բանաձևով ճանաչել եւ դատապարտել է, բայց նաեւ հետագայում հանրայնացնել է այդ լեհ հասարակության մեջ, այդ հիշողության մեջ, այդ ցեղասպանության մասին խոսույթը թարմ պահել է, դատապարտումը շարունակական դարձնելը այլ գործողություններով։ Դա իմ առաքելությունն է, առաքելության մի մասն է եղել, որտեղ ես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա եմ, որի անկախության հռչակագիրը դա ինձնից պահանջում է։ Եթե ես դա չուզենայի անել, պիտի եթայելնեի ուրիշ երկրի դեսպան, Թուրքիայի դեսպանը դες խնդիր իր առաջ չունի։ Ադրբեջանի դեսպանը չունի, հակառակը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում մեր երկրի անկախության հռչակագրին, սահմանադրությանը, օրենքներին ենթարկվի, կան մեր երկրում մարդիկ, որոնք էլի չեն ուզում ենթարկվեն, դրանք ինչ են, դրանք դատվում են, պատասխանատու, թողնում են այս երկրից գնում են, չէ՞։ Հիմա ինքը, եթե ուզում է ծառայի, ասածս էտա, Ադրբեջանին կարա այդքան էլ մտերիմ են արդեն, հենա Դոնալդ Թրամփն էլ ասում է, որ ինքը փաստորեն նաև ադրբեջանցի է Նիկոլ Փաշինյանը, չէ՞։ Ասած Ալիևին որ դիմեց, ասած ուր է հայրենակից հետ։ Հայրենակից հետ, հա, նա էլ ասած ընդեղա, Փաշինյանն էլ ասած ստեղ եմ, այսինքն ինքն էլ ընդունեց, որ ինքը որում Ալիևին է ասում ուր է հայրենակից հետ, ոչ թե Փաշինյանին։ Այսինքն ակնհայտ է, որ Թրամփը ասում է, որ Փաշինյանը ադրբեջանցի է, Թրամփը ասեմ դες ամենաիրազեկված պաշտոնյաներից մեկն է ամբողջ աշխարհում, ամերիկյան արտաքին հետախուզական ծառայությունը լավագույններից է, այսինքն նրանք իրենց նախագահին սխալ տեղեկություն չեն զեկուցում։ Հիմա եթե զեկուցվել է, որ Փաշինյանն ադրբեջանցի է ու նախագահը դա բարձրաձայն դրա մասին ասում, այդ կարծում արդեն վիճարկման հարց չի, այդ ինձ համար լրիվ բավարար է դա ընդունել որպես 100%-անոց ճշմարիտ, որտեղ խոսում ենք աշխարհի ամենաիրազեկված պաշտոնյաներից մեկի մասին։ Հիմա ադրբեջանցի ես, այդքան էլ հետը մտերիմ ես, գնա դիմի ասա կլինի նշանակես ասենք օգնական մեկը Հիկմետ Հաջիևն էլի մեկը Նիկոլ Փաշաևը լինի կարա Փաշաևը
կանգան խնդրի Ալիևի, առաջի փոխնախագահն է, պատահական մարդ չի, համել Հեյդար Ալիև հիմնադրամի նախագահն։ Ասենք մի գործան այդ հանդե իր համար գլուխ կախի աշխատի, մանավանդ արդեն փող են իրար հետ կիսում 50-50 մրցանակ են կիսում, շատ մտերիմ են։ Գնա քո համար քո երկրում, քո ժողովրդին մեր հետ ինչ գործ ունես դու, հայ ժողովրդի դու ինչ գործ ունես։ Հիմա եթե ինքը դա գիտակցված եկել է հայ ժողովրդի շահերը ծառայեցնում է թշնամու շահերին, հայ ժողովուրդը արդեն պետք է գիտակցի, ասես ինչ ենք անում մենք։ Էս ինչ ենք անում։ Էս ով է։ Կարա չէ՞ լինի պետության ղեկավարը կարա լինի նաև թշնամի, չէ՞, պետության ղեկավարը կարա նաև գիտակցված կամ չգիտեմ սխալ որոշումներ կայացնի, իրան վատ վիճակի մեջ դնի։ Հիտլերը ինչ արած։ Անտիր երկիրը գաղափարախոսությունը խախտեց, դարձավ մարդկության մեջ հանցագործ, համ իր ժողովրդին կոտորեց, համ երկիրը ավիրը, ինչ է դրա արածը։ Վերջում էլ հենա, հիմա իրանց մեջ էլ կան, չէ՞, մարդիկ ասում են, գերեք այդ ինքնասպանարան, ինչ մենք չի գերենք արա։ Պարոն Ղազարյան, լավ, միջազգային չէ։ Եթե Արցախի հարցով Փաշինյանը կարող էր գնալ հայտարարել, որ ադրբեջանական տարածք է եղել, որտեղ Արցախը ճանաչված չէր, հա, որպես այդպեսին միջազգային որևէ կառույցի պետության կողմից, բայց ցեղասպանությունը, ինչպես նշեցի, 40-ից ավել երկիր ճանաչել է։ Հիմա այդ մարտահրավերով Փաշինյանը միջազգային ատյաններում այսպես ինչպես կարելի է որակել նրա քայլը եւ արդյոք պատասխանատվություն չի նախատեսվում նման դեպքում, որտեղ միջազգայինորեն ճանաչված է կարելի ասել, էլի այդքան պետությունների կողմից։ Եվ միջազգայինորեն է ճանաչված ցեղասպանություն, այո, դա Նիկոլ Փաշինյանի գործողությունն հիմա մարդկության դեմ հանցագործության մաս կազմելն է, որտեղ ցեղասպանություն իրագործել է, ցեղասպանությունները արդարացնել է եւ այլը, դրանք մարդկության դեմ իրականացվող հանցագործություն է։ Իրենք ըստ էության դրան է մասնակից դարձ։ Արցախի հետ կապված ձեր պնդումները ես չեմ կիսում, որտեղ Արցախը եթե ճանաչված չէր, դա նշանակում է ճանաչված չէր նաեւ որպես Ադրբեջանի մաս։ Արցախը միջազգայինորեն ճանաչված էր որպես կոնֆլիկտ, որը պետք է ունենար միայն մեկ տիպի լուծում՝ խաղաղ հանգուցալուծում ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ էր Արցախի կարգավիճակը։ Այն ինչ որ տեղի ունեցել Արցախի հետ, դա մեկ այլ ռազմական հանցագործություն է, որը իրականացրել է Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը միասին։ Հետևաբար մենք այդ էլ որպես իրողություն չենք կարող ընդունել, ասենք դե հիմա Արցախը միջազգայինորեն ճանաչված չէր։ Արցախը միջազգայինորեն ճանաչված էր որպես վիճելի տարածք, որի կարգավիճակը պետք է որոշվեր միայն խաղաղ բանակցությունների միջոցով միջազգային սկզբունքները ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելով, ինչը որ տեղի չի ունեցել։ Եվ այսօր Ռուսաստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, հստակ չի նշվել, թե ինչ առաքելությամբ է գնացել, ընդ որում ինքն է խնդրել Պուտինին, որպեսզի իրեն ընդունի, այսինքն նախագահի մակարդակով է հանդիպումը, բայց որոշակի ակնարկներ արել են, հա, Հարավ-Կովկասյան երկաթուղու մասին, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին, ձեր կարծիքով ինչու եւ ում դրդմամբ է գուցե Փաշինյանը գնացել եւ ինչով կվերադառնա, վերլուծելով վերջին զարգացումները։ Չեմ կարող ասել անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չի իրանց արտաքին քաղաքականության որևէ դրսևորում։ Ինքը ամենայն դեպս գնացել է մի երկիր, որի ակնհայտ որի վերաբերյալ իր ենթակա, վարչապետին ենթակա արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն եւ իր հետ մերձավոր շրջապատի մարդկանցից իր հետ տարբեր հանձնաժողովներում ընդհանուր ներգրավված ունեցող Դանիել Իոաննիսյանը մանրամասնել է, որ այդ հաղորդագրությունը վերաբերում է հենց Ռուսաստանին, իսկ վարչապետի ենթակա արտաքին հետախուզական ծառայությունը ասել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք ենթարկում են Ռուսաստանի նախագահին, Հայաստանի դեմ իրականացնում են ինչ-որ գործողություններ, ընտրական գործընթացներին միջամտելուց մի ծանր մեղադրանքներ են ներկայացրել։ Հիմա ես այդ պայմաններում չգիտեմ, թե ինքը Ռուսաստան ընդհանրապես ինչի է գնացել։ Ես կարդացի, որ իրան հրավիրել են այնտեղ հեծանիվի ինչ-որ մրցաշարի մասնակցելու, բայց դա ոնց որ մայիսին է։ Երևի այդ ընթացքում էլ կարող է ուտելու ինչ-որ, ասենք, խոհարարական կարող է մի միջոցառում կա, որտեղ պետք է դեգուստատոր, ասենք կուկուռուզի սոմելիե։ Երևի։
Պարոն Ղազարյան, եթե կուզեք, հա, մեկնաբանեք Դավիթ Մինասյանի վճիռը կայացվեց կալանքի հետ կապված, դատարանը անտեսելով պաշտպանական կողմի բերած բոլոր պատճառաբանությունները, որ չի կարելի կալանավորել Դավիթին, այնուամենայնիվ 2 ամսով կալանքի որոշում կայացրեց։ Ես այսօր պատրաստվում եմ երևի վաղը կհասցնեմ, հաղորդում եմ տալու գլխավոր դատախազին հանցագործության մասին, որովհետև իմ արձանագրումներով, որ ես հետևել եմ այդ իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը կատարել է միանգամից 2 ենթադրյալ հանցագործություն։ Առաջինը խափանել է Հայաստանյան առաքելական եկեղեցու ծեսը, ինչը որ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է, որովհետև քաղաքական քարոզչության շրջանակներում ինքը ներխուժել է զինված անձանց ուղեկցությամբ իր թիկնազորի, որոնք իրեն զինված են ծառայության բերումով, նրանցով շրջապատված ներխուժել է եկեղեցու տարածք պատարագի ընթացքում, որ ինքը ոչ պատարագի չի գնացել, պատարագի գնացողը գնում է ճիշտ ժամին ծոմապահությամբ։ Ինքը դրանից առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ սուրճ էր խմում։ Ինքն արդեն նշանակում է, որ ինքը պատարագի պիտի չգնար։ Կեսից գնացել է, տեսնելով եկեղեցում բազմամարդ լինելը, ներխուժել է եկեղեցու ներս, մոտեցել է մինչև խորանին, որտեղ ինքը ոչ մի անելիք չուներ, ինքը ոչ պատարագիչ քահանան էր, ոչ դպիր էր, ոչ սարկավակ էր եւ ոչ եթե նվետել է եկեղեցի, որտեղ ազատ է, այնտեղ պիտի կանգնի, բայց ինքը իր այդ շքախմբով մուտք գործելով եկեղեցի խաթարել է հավատացյալների աղոթակից հավատացով պայմանավորված գործունեությունը, ինչը որ հանցագործություն է, եւ նաեւ դրանով սադրել է կոնֆլիկտ եկեղեցում, որովհետեւ դա սադրանք է ակնհայտ, որովհետեւ ինքը գնացել է մի եկեղեցի, որի դեմ ինքը պայքար է մղում, որի դեմ ինքը գործողություններ է վարում, այսինքն եթե դու այդ եկեղեցուն չես ընդունում, այդ եկեղեցու առաջնորդին չես ընդունում, ինչ գործ ունես ընդ։ Օրինակ ես էլ կյանքում չեմ մտածել, որ պիտի գնամ մի հատ մսկիթ մտնեմ, իրանց աղոթքի ժամանակ իրանց մտքովս չի անցել, ոչ էլ անելու եմ այդպես բան։ Ես ինչ գործ ունեմ, եթե ես այդ հավատքի կրող չեմ, չէ՞։ Իրանց աղոթքի ժամանակ այդ բտու ինչ ես եկել մտել մեր եկեղեցի։ Մենք ձեր մսկիթները գալիս ենք։ Դու ինչ ես եկել մտել մեր եկեղեցին, ինչ ես խանգարում մեր հավատաց։ Այն մարդն էլ ընդամենը ինչ ասում, մի խան, ընդ որում ում ասում թիկնապային, ով որ իրեն նաև հարված է հասցրել։ Ասում ինչ ես խանգարում մեզ։ Ներքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրությունը տարածել, ասում է վարչապետն դե քաղաքական իր լիազորությունները, այսինքն վարչապետը քահանա է, ինչ է Կիրակյորովի վարչապետը թույլ է վերեն իր կաբինետում իր լիազորությունը իրականացնել, տենամով է այդալու դրա գլուխը շոյի։ Կամ այդ տղան ինչ էր անում դրան, հարվածել է։ Ես չեմ տեսել, կարող ասում ես սիրեր։ Մարդիկ կան սիրում է, օրինակ մարդ կա փողոցում մոտենում է, սիրում է, մարդ կա ասում է իմ աղջկա հետ կապված խնդիր կա, պիտի սիրվի, մարդ կա ամեն մեկը մի հարցոտ է, հիմա այդ տղան է կարող է ինքն էլ տեսել է, որ ուրիշները սիրում են, ինքն էլ է ուզել, գլուխը շոյի։ Ինչ գիտես ինչ է ուզել անի։ Բայց երբ որ ինձ ոչ թե ուզում էին, այլ գցել էին գետնին, երկու հոգով դաժանաբար ծեծում են, մի օր քաղաքական հայացքների համար դատանով ապացուցեց, որ կենցաղային, ֆինանսական, նյութական ոչ մի խնդիր, ոչ մի վեճ չկար։ Մենակ քաղաքական հայացքներով պայմանավորված դատել են դրանց, ձերբակալել են դրանց, դրանք գերազանց առաջադիմությամբ սովորողներ չէին, կամսարը, մեկի խորենը։ Ընդ որում Դավիթի Դե դու դատեին դրանց, բայց վարչապետին չի կարելի շոյել, կարելի ընդդիմադիր գործիչներին կարելի է ծեծել։ Միգուցե նաև հենց վարչապետի պատվերով, որովհետև պատվիրատուներն այտենց չեն բացահայտել։ Ակնհայտ է, չէ՞ որ դի պատվիրատու լիներ։ Ընդ որում Դավիթի նկատմամբ քաղաքական մեղադրանք առաջադրվել, իբրև միջամտել է քաղաքական գործունեությանը, բայց եկեղեցին Վարչապետը քաղաքական գործունեություն ինչ գործ ունի եկեղեցում անի։ Վարչապետը երբ որ ունենա քաղաքական հանդիպում, հանրահավիրի հանրահավաք, մեկը գնա իրան հանրահավաքի ժամանակ գլուխը շոյի, կարաս ասես չի կարելի։ Բայց դրանց իսկի տունը գլուխը շոյող չի մնացել արդեն։